Պարոն Մկրտչյան, ես իսկապես ցավում եմ, որ իմ հնչեցրած կարևոր հարցերին դուք այդպես էլ պատասխան չունեցաք, եւ ես ցավում եմ, որ նման փորձ եւ երկար տարիների աշխատանք ունեցող մարդը տվյալ համակարգում իզորու չի տարական հարցերի պատասխանել, եւ ես վստահ եմ, որ ամբողջ հայ հանրությունը իսկապես սպասում էր սեպտեմբերին Բաքվից վերադարձած ազգային անվտանգության ծառայության ղեկավարին եւ իր պատվիրակությանը հասկանալու համար, թե ինչ առաջընթաց ունենք գերիների հետ կապված եւ անհետ կորածների ճակատագրի հետ կապված, որովհետեւ ընթացքում բազմաթիվ նրանց հարազատներ եւ ցույցեր են կազմակերպում եւ ուզում են տեղեկատվություն ստանալ եւ ես էլ որպես ազգային ժողովի պատգամավոր ունեմ իրավունք եւ պարտավոր եմ ստանալ այդ տեղեկատվությունը, որը ցավոք սրտի դուք այդպես էլ չեք բարձրացնում։ Գալ այստեղ ամեն անգամ ասել, դե գիտեք, հաղորդագրություն է տարածվել, հաղորդագրությունը ոչ մի բանի մասին է։ Հիմա կոնկրետ արդյունքի մասին ենք ձեզ հարցնում, պետքա պատասխանեք։ Հաջորդը, քանի որ ազգային անվտանգության ծառայությունը այսօր դարձել է ուղղակի մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ, բնականաբար դուք չեք կարող արձագանքել իմ այն հարցին, թե ինչու է ալֆա կամ աջոկատը գնում ստատուս գրողի հետևից։ Ազգային անվտանգության ծառայության պատիվը հեղինակությունը չի կարելի գործողություն չէիք իրականացնում, պետական անվտանգության սպառնալիք չէիք չեզոքացնում, ընդհանրապես ստատուսի համար մարդուն ալֆա ջոկատ նրա հետևից ուղարկելը ուղղակի նշանակում է հարվածել հեղինակությունը ազգային անվտանգության ծառայության։ Շնորհակալություն։